անվտանգության դրույթները մի քանիսի մասին կկենտրոնանա, մի քանիսի անվտանգային թեզերի եւ հատկապես կցանկանայի ուժեղ Հայաստան կուսակցության կամ դաշինքի անվտանգային դրույթների վրա կենտրոնանալ, որովհետեւ սովորաբար ընտրությունների ժամանակ շատ են լինում հեքիաթները, իրականությունից կտրված այսպես ներկայացումները անվտանգության եւ այլ հարցերի շուրջ, բայց ինձ համար ամենատարօրինակը, որ այդ քաղաքական ուժը ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ, ունենալով այսպես մարդիկ, որոնց ներգրավել է տարբեր ոլորտներից, որոնք իբր պետք է մրցունակ եւ շատ կենսունակ ծրագիր ներկայացնեին, անվտանգության առումով այդ քաղաքական ուժի դրույթները ուղղակի շատ նեղ պրիզմայով են, շատ նեղ պրիզմայով։ Տեսեք, իրենք ինչ են առաջարկում։ Իրենք Արտուր Ավանեսյանին հայտնի մեր հայտնի արցախցի հերոսին ներկայացրել են որպես իրենց անվտանգային թիմի առաջնորդներից մեկը եւ նույնիսկ վերջերս իրենց Facebook-յան էջում հրապարակում էին կատարել, թե ով եք, ում եք դուք տեսնում Հայաստանի անվտանգության պաշտպան Նիկոլ Փաշինյանին, թե Արտուր Ավանեսյանին։ Սա շատ նեղ պրիզմայով անվտանգությունը շատ նեղ պրիզմայով դիտարկելու անկյուն է, որովհետեւ տեսանկյուն է։ Անվտանգությունը առաջին հերթին սկսում է երկրի արտաքին քաղաքականությունից։ Դա միայն սահմանների պաշտպանությունը եւ անվտանգություն չէ, դա առաջին հերթին երկրի արտաքին քաղաքականությունն է, թե դու ինչպես կհարաբերվես քո հարևանների հետ, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ։ Այդտեղից է սկսում անվտանգությունը, հետո նոր սահմանը։ Իրենք բայց նրանք էլ ասում են, որ այո, համաձայն ենք, որ բանակցությունները կարեւոր են եւ մենք առաջարկում ենք բանակցողին փոխել եւ կունենանք արդեն արդյունք։ Իրոք է, միջև բանակցողը, նախ բանակցությունները արդեն ինչի շուրջ պետք է բանակցեն։ Սկսենք դրանից, բայց հարցը այլ տեսանկյունից նայենք։ Իրենք շատ նեղ պրիզմայով են դիտարկում անվտանգությունը։ Անվտանգությունը չի սկսում սահմանից։ Անվտանգությունը երկրի արտաքին քաղաքականությունից է սկսում։ Իսկ իրենց ներկայացրած այդ թեզը, որ Արտուր Ավանեսյանին բերել են եւ իրենց անվտանգային, այսպես ասեմ, ամբողջ ռազմավարությունն նրա շուրջ են կառուցել, դա ուղղակի շատ մանկամիտ եւ երեխայական պատկերացում է անվտանգության վերաբերյալ։ Լավ կներ իրենք ներկայացնեին իրենց այսպես համալիր պատկերացումները մեր երկրի արտաքին քաղաքականության հարցերի շուրջ։ Իհարկե որոշ հարցերի շուրջ իրենք խոսում են, գործընկերս Էդգարը նշեց, ուղղակի մեկ դիտարկում, ոչ թե թրիփի մասով են իրենք ասում, այլ խաղաղության պայմանագրի մասով են ասում, որ չկա երաշխավոր։ Նաև թրիփի մասով են ասում։ Որովհետև հիմա նայեք, երաշխավորության ինստիտուտի մասին տեսնում ենք, որ դրանք չեն աշխատում ամբողջ աշխարհում։ Ամենավառ օրինակը 1994 թվականին Բուդապեշտի հուշագիրն է, մեմորանդումն է, որը ստորագրվել է 3 պետությունների եւ Ուկրաինայի միջև, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի, որոնք այդ 3 երկրները հանդես էին գալիս որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Եվ տեսնում ենք այդ երաշխավորներից մեկը այսօր ներխուժել է բոլոր միջազգային սկզբունքները, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների համակարգի բոլոր սկզբունքները խախտելով ներխուժել է Ուկրաինա եւ փաստացիորեն փորձում է այդ երկիրը կործանել։ Հիմա բերել այդ երկրին մի հատ էլ բերել այստեղ երաշխավոր կանստել, ուղղակի անիմաստ, այո, անհեթեթ է եւ նաեւ ինչ որ առումով անլուրջ։ Բացի դրանից, որ չի կարելի այդ պետությանը բերել այստեղ որպես երաշխավոր, նաեւ ես վստահ չեմ, որ մյուս երկրները ցանկանում են լինել այդ երաշխավոր, որովհետեւ այդ մյուս երկրների հեղինակություններն էլ է որոշ առումով սասանվել։ Նույն ԱՄՆ-ն փաստացիորեն չկարողացավ պաշտպանել Ուկրաինային ամբողջ ձևով եւ այսօր երաշխավոր կանգնելու համար, այսպես ես չեմ կարծում իրենք այդքան պատրաստ են գնալ այդ քայլին։ Այնպես որ առաջին հերթին պետք է կարողանանք ճիշտ կառուցել մեր հարաբերությունները մեր հարևանների, տարածաշրջանային տերությունների եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ եւ անվտանգության թեզերը, անվտանգության ռազմավարությունը, անվտանգության ծրագիրը պետք է հենց այս դրույթների շուրջ կազմել, ոչ թե Արցախցի մեր հայտնի հրամանատարին, որի արժեվ իհարկե բոլորս գլուխ ենք խոնարհում բերել եւ դարձնել իրենց անվտանգային թիմի ղեկավար կամ անվտանգային թիմի խորհրդանիշ եւ ասել, տեսեք, կամ ընտրում եք մեզ եւ մեր անվտանգությունը ապահովում է Արտուր Ավանեսյանը, կամ ընտրում եք քաղաքացիական պայմանագրին, որի անվտանգությունը որի դեպքում անվտանգությունը կապահովի
Նիկոլ Փաշինյանը։ Ներողություն, խնդրեմ դարձել ընդհատելու համար, ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիրն էլ է նման այդպես խոսույթով ներկայանում ընտրողներին, կամ մեզ կընտրեք, կամ եթե մեզ չընտրեք, կունենանք պատերազմ։ Խնդրեմ Արմեն համառոտ արձագանքել եւ արդեն Էդգարը ներկայացնի հակասությունները։ Ես միանշանակ չեմ կարող ասել, սա մանիպուլյացիա է թե իրականություն, եւ կարծում եմ որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որովհետեւ իրոք կարող է այնպես լինի, որ ընդդիմությունը գա եւ պատերազմ հրահրվի։ Մանավանդ որ ես ուշադիր հետևում եմ ադրբեջանական մամուլի խոսությունին, այնտեղ եւ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները եւ քաղաքական գործիչները եւ նաեւ վերջերս այստեղ գիտենք որ եկել էին ադրբեջանցի փորձագետներ, Էդգարը, որ ուպես մասնակցում է այդ ծրագրին եւ իրենք բաց տեքստով հայտարարեցին, որ Ադրբեջանը ուշադիր հետևելու է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ մասնավորապես ազգային ժողովի ընտրություններին եւ ըստ այդմ կառուցելու է իր մարտավարությունը եւ ռազմավարությունը Հայաստանի հանդեպ։ Պես որ շատ հնարավոր է որ դա իրոք այդպես է, բայց նաեւ հնարավոր է այդպես չի, հնարավոր է գան ինչ-որ ուժեր, որոնք պատերազմ չլինի։ Ես չեմ ուզում այստեղ միանշանակորեն պնդել կլինի պատերազմ թե չլինի, բայց ես կարող եմ միանշանակ պնդել, որ որոշ քաղաքական ուժեր կամ այսպես մանկամիտ պատկերացումներ ունեն միջազգային հարաբերությունների համակարգի մասին կամ էլ դիտավորյալ այլ աշխարհակահաղական երկրների շահերը սպասարկելով այդպիսի հայտարարություններ են անում, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ իրականում լավ չէր պատկերացնում, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Ինքը այդ ամեն ինչը իր մաշկի վրա զգաց 2020-23 թվականներին, երբ որ զանգահարում էր, աղերսում էր, աղաչում էր, օգնություն էր խնդրում այդ այսպես կոչված երաշխավորից եւ ամեն անգամ տարբեր պատճառներով մերժում էր ստանում, ոչ միայն մերժում էր ստանում, այլ նաեւ հարվածներ թիկունքից, խոսքը իհարկե Ռուսաստանի մասին է։ Այնպես որ բախվելով իրականությանը ինքը նոր եկավ այս հանգրվանի, որ պետք է գոնե այս փուլում կամ միգուցե ավելի երկարաժամկետ մենք լավ հարաբերություններ ունենանք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ այդպիսով պաշտպանենք մեր անվտանգությունը, այլ ոչ թե մեր հույսը դնենք այսպես կոչված երաշխավորի կամ ռազմավարական դաշնակցի վրա, որը որ ամենատարբեր եւ ամենածիծաղելի պատրվակներով հրաժարվում էր Հայաստանին օգնել։ Սկզբում ասվել է, որ դե գիտեք Հայաստանի ինքնիշխան տարածքը այո մեզ համար կարմիր գիծ է, եթե հաջորդ անգամ կրկնվի մենք Ալիևի սանձերը կքաշենք, հետո վերջում էլ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ այլ պատճառաբանությամբ է հրաժարվել Ռուսաստանը մեզ աջակցել, ասելով որ դե գիտեք Հայաստանի սահմանները դելիմիտացված եւ դեմարկացված չեն, չի երևում որտեղ է ձեր սահմանը եւ որտեղ Ադրբեջանը, մինչդեռ հակառակորդը Ադրբեջանը ռմբակոծում էր մեր քաղաքները ջերմուկը եւ դրանք ընդհանրապես պատրվակներ էին, որ չպաշտպանեն Հայաստանին, իսկ դրա պատճառն էլ էլի բազմիցս նշել ենք, այն էր, որ Ռուսաստանը փորձում էր Ադրբեջանին որպես բուտ գործիք օգտագործելով հասնել նրան, որ Հայաստանի տարածքով տրվի միջազգ, որտեղ պետք է տեղակայվեն իր հատուկ ծառայության FSB-ի ուժերը եւ դրանով ինքը Հայաստանի հարավը, այսպես իր վերահսկողության տակ կվերցներ, միգուցե նաեւ հերրական նպատակ ուներ Հայաստան իրան սահմանը կտրել։ Այնպես որ էլի այսպես եզրափակելով իմ այս միտքը պետք է ասեմ, որ այո, Փաշինյանը շատ ավելի է բախվել իրականությանը, այսպես ասեմ, իսկ մնացած դա նաև օբյեկտիվ է, մնացածներն էլ չեն եղել իշխանության մեջ, չեն տեսնում այն բազմաթիվ այսբերգի խութերը, որոնք որ չեն երևում։ Փաշինյանը ժամանակին ընդդիմություն ունենով այնպիսի բաներից էր խոսում, որ հիմա նայումս տրամաբանական հակառակն են անում։ Այնպես որ ես կցանկանայի որ քաղաքական ուժերը շատ ավելի հասուն եւ խելամիտ ծրագրեր ներկայացնեն գոնե անվտանգության տեսանկյունից։ Շնորհակալություն Էդգար, խնդրեմ ներկայացրեք այն հակասությունները, որոնք արձանագրել եք, համեցեք։ Նախ ասեմ, որ մի շատ կարևոր արձանագրում պետք է անել։ Պատերազմի խոսույթը չի վաճառվում ընտրողների շրջանում, այսպես ավելի շուտ չի գնվում։ Այդպիսի խոսույթ ոչ մեկ չի ցանկանում գնել
եւ ամենաայսպես ծայրահեղ ընդդիմադիր դիրքերից, այսպես ազգայնական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը նույնիսկ հասկացել են սա եւ իրենց ռետորաբանության մեջ իրականացրել են այսպես որոշակի լուրջ շտկումներ եւ որևէ մեկը այսօր չի ասում այն մասին, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով, որ մենք հետ ենք բերելու Ղարաբաղը եւ այսպես ընդհանրապես կոնֆլիկտի մեջ ենք լինելու Ադրբեջանի հետ, ռազմական կոնֆլիկտի մեջ։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե բացահայտ նման բան ասեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նույնիսկ 0.1%-ը չի քվեարկի նրանց օգտին։ Երկրորդ բանը, այնուամենայնիվ, հիմա հակասությունների մասով, նրանք թեև այս ամեն ինչը ասում են, բայց առաջ են քաշում այնպիսի թեզեր, որոնք կոնֆլիկտածին են, որոնք կարող են ամենայն հավանականությամբ հանգեցնել նոր պատերազմի։ Օրինակ, տեսեք իրենք ինչ են ասում։ Ասում են, որ մենք չենք սկսելու, օրինակ, ուժեղ Հայաստանն ասում է, որ զրոյական կետից մենք չենք սկսելու։ Շատ լավ, եթե դուք զրոյական կետից չեք սկսելու, բա դուք ոնց եք ասում, որ պետք է, չգիտեմ, Ռուսաստանի կամ այսինքն ակնարկել առնվազն, հա, որ այլ երաշխավորներ են պետք է ստեղ, որ Ռուսաստանը, չգիտեմ, ասենք Իրանը եւ այլն պետք է այս ամեն ինչում ներգրավեն որպես երաշխավորներ, այն պարագայում, երբ որ երկկողմանի են եղել բանակցությունները եւ այսօրվա խաղաղության օրակարգը, այսօրվա արդյունքները, որոնք որ մենք ձեռք ենք բերել, դրանք հենց բացառապես երկու կողմերի Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության արդյունք է։ Այդ ամեն ինչը հնարավոր է եղել հասնել հենց միայն այն պարագայում, որ այդ երկկողմանի է եղել։ Այսինքն այս կոմպրոմիսային տարբերակը, այս խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, հա, ինքը երկկողմանի հարաբերությունների, երկկողմանի բանակցությունների արդյունք է։ Եվ եթե դուք նոր կոմպոնենտ եք մտցնում այստեղ, նշանակում է դուք ամբողջությամբ վերացնում եք այդ պայմանավորվածությունը, որովհետև պայմանավորվածությունը միայն ու միայն այդ կոմպոնենտի, այսինքն երկկողմանիության կոմպոնենտի պարագայում է ձեռք բերվել։ Դա նշանակում է ուրեմն էլի նորից վերաբանակցել, ասել որ վերջ չեղյալ ենք համարում, Ադրբեջանը շատ հստակ միշտ ասել է, որ ինքը միայն ու միայն երկկողմանի ձևաչափ է պատկերացնում, որ մնացած քաղաքական այսպես սուբյեկտները, աշխարհաքաղաքական սուբյեկտները իրենք խանգարում են գործընթացին, իրենք միակողմանի այսպես գործողություններ են իրականացնում, իրենք կողմնակալ են եւ այլն։ Հաջորդ բանը, այստեղ էլի նույնպես շատ կարևոր է, որ նրանց խոսույթը հիմնված է Ադրբեջանի նկատմամբ երրորդ ուժերի կողմից ճնշում բանեցնելու վրա, բացառապես։ Այսինքն իրենք ասում են, որ երբ որ մենք ուզում ենք այդ խաղաղությունը, իրենց ասած, եւ իրենք ասում են, որ այդ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ որ երրորդ կողմերը ճնշում կբանեցնեն Ադրբեջանի նկատմամբ եւ կզսպեն նրան։ Եթե դա չկա, ուրեմն չի լինի խաղաղություն, այսինքն իսկ այս խաղաղության կոնցեպտը, ինչպես արդեն նշեցի, երկկողմանի է եւ ըստ էության սա նշանակում է, որ մենք փոխշահավետ օրակարգ ենք առաջ քաշել, կողմերը եկել են նրան, որ ինձ էլ է սա ձեռնտու, սա էլ է ձեռնտու, տնտեսական փոխկապակցվածություն է լինելու եւ ընդհանուր առմամբ, այսինքն նաեւ տեսեք, այնտեղ եթե ուշադրություն դարձնենք խաղաղության պայմանագրի կետերին, ըստ էության կողմերը միմյանց նկատմամբ պահանջներ չունեն, նույնիսկ այդ հայցերը, հա, որոնք ներկայացվել են միջազգային ատյաններին, մեկը մյուսի դեմ, կողմերը պայմանավորվել են, որ հետ են քաշելու։ Եվ ներողություն մի բան է այստեղ կարևոր ասել, հա, կասեմ։ Բացի այս ամենից, ուրեմն երբ որ տեսնում ես, թե ինչ օրինակ նախընտրական հոլովակներ են պատրաստում այդ ընդդիմադիր, այսպես կոչված քաղաքական ուժերը։ Օրինակ, ուժեղ Հայաստանը,
ուժեղ Հայաստանը ունի մի հատ sense հոլովակ, որը հավանաբար արհեստական բանականությամբ է այսպես գեներացված, այդպեսի տպավորություն է թողնում, երբ որ մի դասարան է, իբր 2050 թվականն է արդեն, ուսուցիչը աշակերտներին հետ խոսում է պատմության մասին, եւ մենք տեսնում ենք քարտեզ, էլեկտրոնային քարտեզ, գրատախտակին այսպես ասած, եւ այդ էլեկտրոնային քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է Ղարաբաղի եւ այսինքն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար միավորման եւ 7 հարակից շրջանների հետ մեկտեղ։ Եվ երբ որ ուսուցիչը խոսում է աշակերտների հետ, աշակերտները ասում են, ոնց եղավ, որ դուք ասում եք, որ չկար էս ամեն ինչը, կորցրել էինք մեր տարածքները եւ այլն, ուսուցիչը ասում է, դե կար մի հատ այսպես թույլ առաջնորդ, որի պատճառով մենք այդ կորուստները ունեցանք, հետո Սամվել Կարապետյանը ընտրվեց եւ մենք հիմա ունենք այսպիսի ուժեղ Հայաստան եւ քարտեզը այնտեղ է։ Հիմա սա նշանակում է, որ դուք արդեն այսօր, հա, տարածքային պահանջ ունեք, այսինքն չեք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը բանակցային գործընթացի անկյունակարային դրույթն է։ Եթե դուք չեք ճանաչում, նշանակում է դուք այդ բանակցությունները չեք կարող շարունակել, այսինքն ըստ էության էլի զրոյական ինչ-որ կետից բան եք անելու, որը չի լինելու, որովհետև պարզ է, որ եթե դուք այդպիսի հռետորաբանություն ունենաք, ձեր այդ Ադրբեջանը ընդհանրապես չի բանակցելու եւ սա նշանակում է նաեւ հետեւյալը, հաշվի առնելով այդ բոլոր խոսույթները, այսինքն որ Ադրբեջանը եւ նրանք շարունակում են ասել, Ադրբեջանը մեր թշնամին է, նրանք ասում են, որ իրեն պետք է զսպեն երրորդ կողմերը, բերում են ուրեմն նաեւ այդ քարտեզները եւ այլն եւ ըստ էության սա կարող է Ադրբեջանի կողմից վաղը մյուս օրը, եթե հանկարծ իրենք տեսականորեն, հա, լինեն իշխանության, Ադրբեջանը կարող է սա դիտարկել որպես կազուս բելի, այսինքն պատերազմին այսպես դրթող մի բան, որը իրավունք է վերապահում Ադրբեջանին նաև այդ պարագայում պրևենտիվ գործողություններ, ռազմական գործողություններ իրականացնել, որովհետև իրենք կարող են ասել, որ դուք ըստ էության նախապատրաստում եք ինչ-որ ռևանշի, եթե ոչ այսօր, կարող է վաղը եւ այլն։ Այսպիսով ակնհայտ են այս հակասությունները։ Գործընկեր հարց ունի, խնդրեմ մոտեցեք ներկայացեք, որպեսզի ունկնդիրներն էլ լսեն։ Շանթերստանգերություն Տիգրան Հովակիմյան, եթե քաղաքական ուժերը այսօր տարբեր կերպ են հասկանում, հա, խաղաղությունը, ապա ընտրողը ինչպես պետք է հասկանա եւ իր ընտրությունը ինչպես կատարի։ Դե ակնհայտ է այստեղ, որ ընտրողը պետք է հետեւյալը տեսնի, որ ոչ թե պետք է ուշադրություն դարձնի նրա վրա, թե ինչ այսպես ասած բառն իրենք օգտագործում այդ խաղաղության համար, այսինքն օրինակ խաղաղություն ենք ուզում, հա, պատերազմ չենք ուզում։ Դա ընդհանրապես, ինչպես ես նշեցի, խորամանկ քայլ է այդ ընդդիմադիր պրոռուսական քաղաքական ուժերի համար, ընտրողներին մանիպուլացնելու համար, որտեղ իրանք գիտեն, որ եթե իրենք ասեն պատերազմ են ուզելու, ընդհանրապես ոչ մեկ իրեն չի ընտրի, դրա համար իրենք ասում են մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց լավ խաղաղություն ենք ուզում, ուժեղ խաղաղություն ենք ուզում, իրական խաղաղություն ենք ուզում։ Դրա համար ընտրողը պետք է նայի նրանց խոսույթին։ Եվ ինչպես որ հիմա ես նշել եմ, մի ամբողջ հոդված եմ օրինակ ես գրել, հետազոտել եմ նրանց խոսույթները, նրանց արտադրանքը, գովազդային արտադրանքը, եւ դրա հիման վրա եկել եմ այն եզրակացության, որ իրականում իրենք խորամանկում են, որ իրենց այդ առաջարկները, հա, խաղաղության հետ կապված որևէ կերպ չեն կարող ապահովել խաղաղություն, այլ կարող են հանգեցնել կոնֆլիկտի, այս է ամենակարևորը։ Եվ այս պարագայում, գիտեք ինչ, ընտրողը ընդհանրապես չպետք է մանիպուլացվի, եւ ես կարծում եմ, որ չի էլ մանիպուլացվելու մեծամասամբ, հա, իհարկե կլինեն ինչ-որ մարդիկ, որոնք նույնիսկ չեն էլ նայում ինչ են ասում, զուտ էմոցիոնալ այսպես վարքագիծ են դրսևորում, հա, իրենց, չգիտեմ, ատելի է օրինակի համար իշխանությունը, ինչ-ինչ պատճառներով եւ իրենք ասում են, որ դե մեզ համար ինչ-որ մի այլընտրանք է պետք, այդ այլընտրանքը դե ուժեղ ինչ-որ քաղաքական ուժեր կան եւ մենք իրենցից մեկին ինչ-որ կընտրենք։ Այնպես որ կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ շատ ակնհայտ է
այն աստիճանի ակնհայտ է, որ ես չգիտեմ, թե ինչպես նույնիսկ կարելի է մանիպուլացնել, էլի, որովհետև փորձագիտական դաշտը, փորձագիտական համայնքը, բնականաբար այդ թվում նաև մրցակիցները կամ հիմնական մրցակիցը այդ քաղաքական ուժերի քաղաքացիական պայմանագիրը այս ամեն ինչին շատ լավ տիրապետում է, տեսնում է եւ նրանք էլ բնականաբար իրենց հերթին այս ամեն ինչը ներկայացնում են։ Շնորհակալություն Արմեն, գուցե դուք էլ ձեր գործիքները առաջարկեք ընտրողներին, ինչպես կողմնորոշվեն, ում ծրագիրն է այդպես ավելի իրատեսական եւ արդեն հաջորդ հարցը։ Գիտեք, իրականում ընտրողների համար մի քիչ բարդ է, մանավանդ որ եթե սովորական հասարակահաղացին այս քաղաքական նյուանսներին լավ չի տիրապետում, դա պարարտ հող է ստեղծում քաղաքական ուժերի համար մանիպուլացնել հասարակության եւ կոնկրետ ես չունեմ ունիվերսալ ինչ-որ գործիք կամ բանաձև թե ինչպես պետք է կողմնորոշվեն ընտրողները։ Մենք պետք է խոսենք փորձագետները, մանավանդ անկախ փորձագետները, որպեսզի հասարակության ներկայացնենք այն ռիսկերը, այն վտանգները, որոնք կան որոշ քաղաքական ուժերի խոսույթներում։ Որտեւ միգուցե այդ մարդիկ ես չեմ ասում, չեմ պնդում որ դիտավորյալ գալիս են պատերազմ հրահրեն այլ երկրների, չեմ ուզում այդպես վատ բաներ մտածել, բայց իրոք որոշների ասասներում, որոշների քաղաքական դրույթներում այնպիսի կետեր են, որ դրանք վերելվում են պատերազմների կամ նույնիսկ եթե չբերեն էլ որոշակի դեպքերում խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար այլ երկրների հետ հարաբերությունում։ Ես իմ ելույթի սկզբում նշեցի ուժեղ Հայաստանի այդ տարօրինակ թեզը, որ իրենք անվտանգությունը նեղ պրիզմայով են նայում, ես այս ընթացքում նաև հիշեցի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի, այսպես ասեմ, արտաքին քաղաքական վեկտորը ներկայացնող նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հայտարարությունները մինչև այս վերջերս, մինչև Իրան ԱՄՆ այս պատերազմը, պարոն Այվազյանն ասում էր պետք է ձևավորվի Ռուսաստան, Հայաստան, Իրան առանցք, որը էլի քաղաքականապես անմեղսունակություն է։ Ռուսաստանն այսօր ծանր խնդրի առաջ է, ուղղակի խրվել է ճահճում, ուկրաինական ճահճում, չի կարողանում դրանից դուրս գալ։ Իրանը իր հերթին։ Բացի դրանից, որ նրանք հնարավորություն չունեն մեզ որևէ կերպ պաշտպանելու, նույնիսկ նաև կոնկրետ Ռուսաստանը շատ դեպքերում ցանկություն չունի եւ թիկունքից մեզ հարվածել է բազմիցս։ Եվ դա մենք տեսել ենք 2020-23 թվականներին։ Ու սա քարոզչություն կամ հակաքարոզչություն չէ։ Սա իրականություն է։ Սրա մասին շատ է խոսվել որ ինչպես են բազմիցս ուղ 2 տարի 2021 թվականին մենք զենքի գնման պայմանագիր էինք ստորագրել Ռուսաստանի հետ, կարծեմ 400 թե 500 միլիոն դոլարի, ուղիղ 2 տարի Ռուսաստանը դիտավորյալ ձգձգում էր այդ զենքի մատակարարները, որպեսզի Հայաստանին թողնի թույլ եւ խոցելի, որպեսզի Հայաստանին ստիպի գնալ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրագործմանը։ Եվ այսքանից հետո, այսքան արհավիրքներից հետո, որ մեզ եկել է եւ գնալ էլի նույն փորձել նույն ճահիճը մտնել, դա եւ ամեխսունակություն է ինչ որ առնում գալի դավաճանություն համար։ Եվ այդ թեզը միանգամից այսպես փլուզվեց։ Տեսանք, նույնիսկ Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիր էր կնքվել անցած տարի։ Նույնիսկ Ռուսաստանը չի կարողանում կամ չի ուզում բացահայտ կոնֆրոնտացիայի մեջ, հակամարտության մեջ մտնել, պատերազմի մեջ մտնել Իրանի համար ընդդեմ ԱՄՆ-ի։ Եվ հիմա գտնալ եւ մեզ տեղավորել այդ առանցքում, որը որ մեզ համար որևէ լավ բան չի խոստում, ուղղակի լուրջ չի մեղմ ասած։ Մենք պետք է առաջին հերթին, ես էլ եմ ասում, ճիշտ կառուցենք մեր հարաբերությունները մեր հարևանների եւ աշխարհակահաղական ուժային կենտրոնների հետ։ Էդգարի հետ այն մասով չեմ համաձայն, որ ամեն դեպքում Հայաստան-Ադրբեջան այս process-ը երկկողմ չէ։ Երրակողմ է, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները, դա բոլորս գիտենք, որ ԱՄՆ-ի հովանու ներքո է։ Բայց նույնիսկ այս պայմաններում էլի չենք կարող 100%-ով վստահ լինել, որ ինչ որ մի պահի չի փլուզվի այս պայմանավորվածությունները, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի բռնապետի մոտ ժամանակ առ ժամանակ այսպես գայթակղություն է առաջանում իր մտածելով Հայաստանին կրկին նոր հարվածներ հասնել, ծնկի բերել եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վերջերս մի քանի ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ նախորդ տարվա գարնանը ռեալ վտանգ կար, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Դա իմ
այսպես վերլուծությունների արդյունքում մոտավորապես մարտի 15-16 ընկած ժամանակահատվածում էր եղել, որովհետև ես ամենօրյա ռեժիմով նայում եմ ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի իշխանությունների ռետորաբանությունը, այդ օրերին Ալիևը նորից սկսեց խոսել հայկական ֆաշիզմի մասին։ Նորից ինչ որ ռետորաբանությունը փոխեց եւ մարտի 15-ին նա այդպիսի էլի մի հայտարարություն արեց, նույն օրը Մոսկվայում այլ նպատակով գտնվող Սթիվ Վիտկոֆը, որը ԱՄՆ-նախագահի հատուկ դեսպանորդն է, որը նաև Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում է կուրացիանում ամերիկյան կողմի բանակցային թիմին, անսպասելիորեն չնախատեսված այցով Մոսկվայի ժամանեց Բաքու եւ ըստ էության թույլ չտրվեց նոր հակամարտություն, նոր պատերազմ կամ նոր բախում։ Այսինքն նույնիսկ ամենափոքրիկ անճշտությունը, սայթաքումը կարող է բերել նոր պատերազմ։ Ես համաձայն չեմ այս թեզի հետ, կներեք, որ այս խաղաղությունը վերջնական է։ Կարծում եմ իշխանություններն էլ դա ասում են այսպես։ Ճիշտ է, իրենք ասում են վերջնական խաղաղություն է բերել, բայց նաև մեկ այլ իրենց խոսույթում ասում են, որ դա կարող է ինչ-որ պահի փլուզվել, եթե այս կամ այն քաղաքական ուժը գա իշխանության, ու իրենք իհարկե ընդդիմադիր ուժերին են ասում, բայց էլի նույնիսկ իշխանությունը իմ կարծիքով վերջնականապես վստահ չէ, որ սա վերջնական եւ հարատև խաղաղություն է։ Այնպես որ քաղաքական ուժերը պետք է ճկուն լինեն, լարախաղացի նման ճկուն, իրենց հայտարարություններում գոնե այսքանից հետո մեզ պատած արհավիրքներից հետո կարողանան ճշգրիտ կազմել իրենց անվտանգային դրույթները։ Մենք տեսել ենք, մեկ այլ օրինակ բերենք։ ՀԱՊԿ-ի հետ կապված երկար տարիներ փորձագիտական կազմը, մեր փորձագիտական հանրույթը, այդ թվում նաև ես, ասում ենք, որ չի կարելի մեկ երկրից ամբողջությամբ կախված լինել ռազմական գնումների առումով։ Հայաստանի ռազմական գնումների 95%-ը Ռուսաստանից էր, եւ դա խնդիր էր բերել մեր համար։ Ադրբեջանը 10-ից ավել երկրից ռազմական գնումներ էր անում սպառազինությամբ։ Մենք միայն Ռուսաստանի հույսին էինք եւ տեսանք, որ ինչ-որ պահին այդ մատակարարումները խափանվեցին։ Դիտավորյալ թե չստացվեց, դա այլ հարց է, բայց տեսանք, որ իրենք բան են անում։ Այն ամենաանհրաժեշտ պահին կտրեցին, մեզ մատակարարումները չիրականացրեցին եւ դա բերեց մեզ համար խնդիրների։ Հիմա այսքանից հետո էլի գնալ ասել, մենք գնալու ենք ՀԱՊԿ, մենք ՀԱՊԿ-ի հետ լավ հարաբերություններ կկառուցենք, մենք անկեղծ կլինենք Ռուսաստանի հետ, անկեղծ կնստենք, խոսենք եւ այլն, սա կամ անկամտություն է, կամ քաղաքականությունը այսպես շատ երեխայական աչքերով են դիտարկում, կամ էլ կներեք դավաճանություն է։ Ես հիմա կոնկրետ չեմ ուզում բնորոշումներ տալ, բայց այս երկուսի արանքում եմ։ Ես կուզենայի Էդգար, հենց այդ հարցին դուք կպատասխանեք, ես էլ լրացուցիչ հարցը տամ, դուք ասացիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ այդ ուղիղ երկխոսությունը եւ փոխշահավետ համաձայնությունը, կարծում եմ, սա հարցեր առաջացնող պնդում է, քանի որ մենք տեսնում ենք Ադրբեջանի ոչ միայն խոսույթ արևմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների վերադարձի մասին, մեր մշակութային արժեքները Արցախում գետնին են հավասարեցվում ամենօրյա ռեժիմով, այսինքն որևէ դրական մեսիջ Ադրբեջանի կողմից հետեւուց բարոյական հարթակում կարծես թե դեռևս չկա։ Չէ, տեսեք, մի քանի բաներ երևի թե պետք է չխառնել իրար, բայց մինչև ձեր այդ ասցին անդրադառնալը կուզենայի հակադարձել այնուամենայնիվ Արմենի ընթեզին, որ երկկողմանի չեն եղել բանակցությունները բացառապես եղել են երկկողմանի, երրորդ կողմ որպես բանակցությունների մասնակից չի եղել, այլ բան, որ Միացյալ Նահանգները վկայի, այսպես ասած, կարգավիճակ են ունեցել թրիփի ուրեմն առումով եւ ընդհանուր առմամբ, այսինքն այդ Վաշինգտոնյան համաձայնագրերի ստորագրման ժամանակ, այո, Միացյալ Նահանգները հանդես է եկել որպես վկա, բայց ոչ բանակցող կողմ։ Սա շատ կարեւոր է արձանագրել այնուամենայնիվ։ Եվ երկրորդ բանը, տեսեք, երկկողմանի փոխշահավետ այն առումով, որ երբ որ մենք դիտարկում ենք պայմանագրի կետերը, այնտեղ տեսնում ենք, որ կողմերը եկել են, երկուսն էլ եկել են ինչ որ կոմպրոմիսային տարբերակի, թե ինչպեսին պետք է լինի այդ խաղաղությունը, ինչ պայմաններով պետք է լինի այդ խաղաղությունը, եւ այս առումով, գիտեք ինչ, տեսեք, երբ որ դուք խոսում եք այն խնդրահարույց դեռևս թեզերի մասին,
որոնք Ադրբեջանը պարբերաբար առաջ է քաշում, մենք նաև շփվելով ադրբեջանցի փորձագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, կոնկրետ անձամբ ես եկել եմ այն եզրահանգման, որ այնտեղ այդ բոլոր խոսույթները դեռևս առաջ են քաշվում Հայաստանում կամ ընդհանուր առմամբ հայության շրջանում արկա որոշակի թեզերին հակադարձում, ի հակադարձ։ Իրենք ասում են, որ դե ձեր մոտ կա արևմտյան Հայաստանի օրինակի համար այդ կոնցեպտը, այդ թեզը, մենք առաջ ենք քաշում արևմտյան Ադրբեջանի մասին այդ կոնցեպտը եւ թեզը։ Եվ ընդհանուր առմամբ իհարկե նաև մենք դիտարկում ենք, որ դեռևս Ադրբեջանում կա հայատյացության, այսպես ասած, զգալի բան, հա, չափաբաժին, մեդիայում, խոսույթում եւ այլն, բայց նաև այստեղ պետք է հաշվի առնենք մի հանգամանք։ Ադրբեջանի քաղաքական ռեժիմը էապես տարբերվում է Հայաստանի քաղաքական ռեժիմից։ Քաղաքական համակարգերը տարբեր են։ Այնտեղ կա, այսպես ասած, մեկ կենտրոն, մեկ, այսպես ասած, ուժ, եթե կարելի է այդպես ասել։ Հայաստանում կան տարբեր ուժեր, տարբեր շրջանակներ։ Եվ մեր մոտ այո պաշտոնական մակարդակում այսօր չկա ադրբեջանատյացություն, դա ակնհայտ է ուղղակիորեն, բայց այդ ադրբեջանատյացությունը կա այլ օրինակ միջավայրերում, այլ շրջանակներում, որոշակի այսպես ծայրահեղ ընդդիմադիր, ծայրահեղ ազգայնական եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը կա, հիմա իրանք դա տեսնում են, որ կա, ուրեմն պետքա դրան հակադարձեն, չէ՞, ինչ որ կերպ, իրենց պատկերացմամբ։ Դե ուրեմն ձեր մոտ դա կա, հիմա ո՞նց են իրենք հակադարձելու, եթե իրենք մեկ միասնական բան են։ Դրա համար ինչու հակառակը չի կարելի ասել, իրենց մոտ կա եւ մեզ մոտ է հայելային արձագանք, ոչ թե հակառակը։ Գիտեք, թե ով է առաջինը բան եւ այդ շատ դժվար է ասել, հա, ընդունենք, որ այդպես էլ է, միևնույն է, բայց այստեղ շարունակվում է դա, չէ՞։ Հիմա եթե այստեղ դա շարունակվում է, իրանք էլ ասում են, դե ուրեմն Ադրբեջանի հասարակությունում էլ պետք է դրան հակադիր մի բան լինի։ Եվ քանի որ ինչպես արդեն նշեցի, քաղաքական ռեժիմը ավտորիտար ռեժիմ է, հա, կենտրոնացված ռեժիմ է եւ այլն, բան կա, այսինքն ուղղահայաց է հստակ, դրա համար շատ հաճախ մենք ասում ենք, որ փաստորեն իրենց մոտ պաշտոնական մակարդակով է այդպես, բայց իրենք վստահեցնում են, որ պաշտոնական մակարդակով իրենք օրինակ, երբ որ ասում են արևմտյան Ադրբեջան եւ այլն, հա, իրենք նկատի չունեն տարածքային պահանջ